Վերջերս բայթուցիկ հերոստային զրույցում ունեցա Գիլիգյան Գաթողիկոսյան, այսինքն Լիբանան Անտիլիաս հաստատված Գաթողիկոսյան, Արևմտյան Ամերիկայի առաջնորդարանի Հովանու ներքո կորձող Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցվո վերջերս հրաժարած ադենաբեդ բարոն Վահե Քեշիշյանի հետ։ Մայիսի 2-ին բարոն Քեշիշյան այս հերոստային զրույցին համար հadouk Լաս Վեգասին եկավ Լոս Անջելես, որ ինքնաշարժով 3-4 ժամվա ճանապարհ է, ես շնորհակալություն կհայտնեմ իրեն իր նվիրվածության համար, իմ կարծիքով բարոն Քեշիշյան շատ մեծ զոհություն կատարեց իր կորձն ու ընտանիքը թողելով եւ գալով Լոս Անջելես այդ օրը, եւ բայց նաեւ միևնույն ժամանակ բարոն Քեշիշյան գենսական ներդրում կատարեց մեր համայնքներու վերաառողջացման սուրբ առաքելության մեջ։ Բարոն Քեշիշյան ըսկայացած դերեկություններ փոխանցեց մեզի։ Ըստ երևույթին դարիներու ընթացքին ես եւ հետազոտող լրագրող աշխատակիցներ եւ որոնց հերթին բարոն Ոսկան Մխիթարյան, որ վերջերս աբակինման շրջան կանցնե իրեն արագ աբակինում գմախտենք եւ բարի վերաթարց գմախտենք թեպի AMG հերոստա ստուդիո շարունակելու հետազոտական լրագրական առաքելությունը, ուրեմն բոլորսալ միադեղ բացահայտումներ կատարած ենք եւ էշմիազական եւ անտիասական ուրեմն Արևմտյան Ամերիկայի առաջնորդարաններու մասին եւ ընդհանրապես ամենան հայոց կաթողիկոսյան եւ մեծ ընտանիք Գիլիգիո կաթողիկոսյան մասին։ Ճիշտ է, բացահայտումներու խոշոր մասը էջմիածնական Արևմտյան Ամերիկայի առաջնորդարանի մասին եղած է, սակայն անդարբեր չենք եղած Գիլիգյան, այսինքն անտիասական Արևմտյան Ամերիկայի առաջնորդարանի հանդեպ։ 2020 թվականի այդ հռչակավոր ամոթ անամոթ այդ լրագրությունը գարձեմ թե բազմաթիվ հերոստատիդորներ հստակ կերպով գիշեն եւ այն ժամանակ անդրադարձանք Մոշեղ arczepiskopos եւ Հովնան Դերդերյանի Զարդուղի կորձունեություններու մասին։ Հիմա արդեն ամենայն ինքնավստահությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ գուքամ հրաբարագավ հաստատելու, որ երկու կաթողիկոսություններն ալ բռնազավթված են եւ գտան գովու նման գյուզին երկու դարբեր, սակայն իրար հետ սերտորեն համակորձակցող մաֆիաներու գոմե։ Հրաբարագավ իբրև թե միասնական հանդեսկուքան, սակայն իրենց միասնականությունը մեղսակցական է եւ մեր ժողովրդին համար խիստ վնասակար դավատրական միասնականություն։ Միասնական չեն, երբ հայ ազգին եւ հայկական պետականության համար խիստ կենսական է։ Միասնական են ազգին եւ պետականության թավաջանելու եւ գողոպտելու մեջ։ Եվ այս առումով ամենայն հայոց կաթողիկոսությունը բռնազավթված է ռսաստրուկ եւ հայաթավ Հայաստանի Հանրապետության հին քողապետական Ռոբո Սերժա ռսաստրուկ Թաշնագա Դաշիր Սամոյա ռեժիմի կորձընկերներ Քարեքին Բ չկաթողիկոսի arczepiskopos Հովնան Դերդերյանի Մոսկվայի arczepiskopos Եզրասի գլանի գողմե։ Իսկ մեծ ընտանիք Գիլիգիո կաթողիկոսությունը բռնազավթված է երկ գլխանի մաֆիայի գողմե։ Ռսաստրուկ տաշնակցական բյուրոյականներ եւ սորոսական հագասկային իրենք զիրենք տաշնակցական ցևացնող Վիկեն Հոսեփյանի գոմնագիցներ։ Բոլորնալ չափազանց արդասովոր գերբով գորումփացված եւ թալանի հագամետ ավազակախումբեր պետք է եսել։ Ըստ երևույթին Քավազանի երկու ծայրերն ալ կերտոտ են։ Միասին դիտենք խիստ հետաքրքրական զրույցը։ Բարև ձեզ բարոն Քեշիշյան, մեր հերոստային զրույցը կգադարենք բարոն Վահե Քեշիշյանի հետ, որ 2024 թվականը մինչև 2025 թվականը 1 տարիով ծառայած է եւ անշուշտ կիսատ մնացած է ըստ երևույթին, որպես ծառայած է որպես Հայաստանից Արաքելական Սուրբ Եկեղեցու
մեծնդանը գիլգյո հովանավորության դակ կորձող արեմդյան Ամերիկայի ասկային առաջնորդարանի Լաս Վեգասի մեջ Սուրբ Կարապետ եկեղեցու հոգապարտության ադենաբեդ նահակա բարոն Քեշիշյան դուք վերջերս բաց նամակ գրեցիք հանրության եւ նաեւ ուղված բարոն Ադրուշան Արմենյանին եւ ընդհանրապես ասկային առաջնորդարանի ղեկավարության եւ այդ բաց նամակի մեջ ծանր անպաստանություններ կան զարդուղի կորձողություններու տրամի լվացման մասին եւ բազմաթիվ այլ ծանր անպաստանություններ արդյոք կարելի է բանավոր ասել որոնք են ամենածանր անպաստանությունները որ դուք կփապակիկ հանրության ներկայաց ուշադրության հանձնել Շնորհակալ եմ բարոն Չապարյան այս հրավերին համար ինչն է որ ցեզի մղեց բաց նամակը Շատ լավ ես ադենաբեդ ընդրվեցա 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականին դեղի ունեցան երկրորդ ընտրությունները Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու այսինքն հիմնադրութենեն իվեր մեկ ընտրություն միայն դեղի ունեցած էր հիմնադրված է հիմնադրված է 2013 թվականին ընդրված է այն ժամանակ հոգապարծական գազմ բաղկացած 7 կամ 9 հոգապարծուները, որոնք հետզհետե հրաժարած են 10 տարիներ ընդրություն չի եղած Սուրբ Կարապետ եկեղեցու մեջ մեր ընդրությունը դեղի ունեցավ դեկտեմբեր 2024-ին գազմին մեջ նաև գար բարոն Ադրուշան Արմենյանը ան եղավ փոխ ադենաբեդ իսկ ես եղա ադենաբեդ մեծ խանդավառությամբ սկսած ծառայել եկեղեցու սակայն շատ մոտ մի քանի ամսվա ընթացքին արդեն Երևան ելան արարգայական եւ ենթագայական բաժարներ որոնք արդեն 4-րդ ամսուն ապրիլ 1-ին զիս մղեցին հրաժարականս գրելու եւ ներկայացնելու ասկային առաջնորդարանին եւ քաղաքական ժողովին հրաժարականից գլխավոր բաժարը այն էր որ հոգապարծական գազմեն ներս չեր դիրեր ժողովրդավարական դեմոկրատիկ գացություն չեր հարկվեր եկեղեցու կանոնակրությունը բաղկացած 98 հոդվածները բարոն Ադրուշանը ինքնագամ ցևով ուզեց կառավարել եկեղեցու գործերը ես կպահանջեի ավելի դեմոկրատիկ ժողովրդավար ընթացք ունենային եկեղեցով վերաբերյալ առնվելիք որոշումները սակայն փոխադենաբեդը ուրիշ ընթացք արավ սկսավ ինքնակլուխ որոշումներ առնել բորդեն դուրս հոգապարծական գազմեն դուրս որոշումներ առնել քաղաքական ժողովի կամ առաջնորդարանի հետ գաբի մեջ մտնել զանազան դիպի որոշումներ առնել նյութական եւ այլն առանց հոգապարծության հովանավորության բիդի նկատի առնեք բարոն Չապարյան որ իմ ադենաբուդությունս դեված է 1 տարի բայց սակայն դժբախտաբար 1 տարվա ընթացքին մենք միայն 2 անգամ օրինավոր ցևով քվեարկություն տվինք ես առաջ որ բասնամագին հասնիմ գապ բահեցի առաջնորդարանին հետ անոնց հղած եմ 5-6 նամակներ բացադրելով վիճակը եւ խնդրելով իրենց միջամտությունը սկիզբը իրենք խոստացան առաջնորդարանեն որ աս ամեն արգախ հարցերը պիտի լուծվին իրենք պիտի միջամտեին եւ հարցերը դեսագետոմը լուծեին սակայն դժբախտաբար իրենց խոստումները մնացին խոստումներ
եւ գրնամսել առաջնորդարանը ոչ մեկ որոշում արավ այս հարցը լուծելու համար։ Այսինքն գարենալ ըսելու փոխ ադենաբեդին, որ ինքը փոխ ադենաբեդ է եւ գա ադենաբեդ եւ որոշումները պետք է առնվին միասնապար դեմոկրատիկ ժողովրդավար ձևով եւ քվեարկության ջամփով։ Ձեր առաջնորդային ուղած նամակներուն մեջ ամենակարևոր փողոքները ինչեր էին։ Ուրեմն գլխավոր փողոքը բայլոզի եկեղեցու օրենսդրության խախտումներն էին, որոնք տեղի ունենային անընդհատ ամեն ժողովի եւ ժողովեն դուրս։ Ասեմ նաեւ որ որոշումներու մեծամասնությունը ինքը բարոն Ադրուշյանը գարնե նույնիսկ ժողովեն դուրս եւ արիտ չի դար որ հոգապարծությունը իր առաքելությունը ժողովրդավար եւ վայել ցևով գադարե։ Ես խնդրած էի առաջնորդարանեն որ օրինակով բացադրեմ արեմդյան թեմի բոլոր եկեղեցիները երբ չեկը պիտի գրվի կամ վճարումը տեղի ունենա ընդհանրապես գբահանչվի թե ադենաբեդին եւ թե կանցաբահին ստորագրությունը սակայն բարոն Ադրուշյանի գարկատրությամբ մենք այդ դրությունը չունենք բնավ չենք ունեցած այսինքն բարոն Ադրուշյանը գրնա եւ գրծավ որևէ որոշում առնել եւ հետը նյութականը դրամատրել առանց ադենաբեդին եւ առանց հոգապարծության այդպիսի ամբաստանություն որ դուք կնեք օրենսդրության մեջը բայլոզի մեջը գրված է որ հոդվածի խախտումն է այդ մոդարաբես գիշեք գա այդպիսի խախտում որ այդպիսի լավ ես հիմա սաբահուս թիվը չունիմ իմդի սակայն ես հարցուցած եմ առաջնորդարանին հարցուցած եմ քաղաքական ժողովի ադենաբեդին եւ հարցուցած եմ նաեւ արևմտյան թեմի պատկանող բոլոր եկեղեցիներու ադենաբեդներուն բոլորն հաստատած են երկու ստորագրություններու դրությունը բարոն Ադրուշյանը կարողությունը ունի եկեղեցու դրամը ինքնակլուխ ցևով առանց հոգապարծության հավանությունը ստանալու եւ շատ անգամներ նույնիսկ առանց ադենաբեդին իմասության ծախսելու ինչու այս կարողությունը ունի որովհետեւ ան գրաված է եկեղեցին բռնակրաված է եկեղեցին եկեղեցվո կրասենյակը իր անմիջական դրամատրության դագ է այսինքն ինքը բռնակրաված է այո եկեղեցին բռնակրաված է ես կսեմ ներսեն եւ դուրսեն իմեդի ունենք գալվազային հարցը գալվազակիրը դիդ գոչեցյալը եկեղեցին ունի 4 շենքեր մենք գարտանք գալվազակիրին մեջ որ ան եկեղեցին կնած է 18 դեկտեմբեր 2009 թվականին $440,000 դիմաց նշենք սակայն որ Լաս Վեգասի Սուրբ Գարաբետ եկեղեցին հիմնված է գլխավորապես Լերի Բարնս անունով ամերիկացի բարերարիմը նյութական նպաստով որուն գինը հայը լալով նպաստը թողած է որբեսի եկեղեցին գառուցվի բարոն Ադրուշյանը մեծ ներդրում ունեցած է իրականության մեջ եկեղեցին գառուցելու գործընթացին մեջ բայց դժբախտաբար թուղթերեն ի հայտ կուկա որ եկեղեցին չի պատկանիր համայնքին ինք սակայն գհերքե այդ մասին փաստեր ունիք ես ունիմ գալվազակիրները որոնք մաչելի են հանրության որևէ քաղաքացի գնա երթալ եւ բաժեմը ստանալ բայց ես նաեւ իմեդի ունիմ բարոն Մեհեր Դեր Հովանեսյանի խոսքը երբ 29-30 մայիսի 2025 թվականին որպես ադենաբեդ ներկա գտնվեցա
քաղաքական ժողովի 52-րդ ժողովներուն։ Այդ ժողովներուն բարոն Մեհեր Դեր-Հովհաննեսյանը հաստատեց, որ Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցին առաջնորդարանին չի պատկանիր։ Ես հարցուցի, թե ինչու այդպես սկսեք, իր պատասխանը հետևյալն էր. Արևմտյան թեմի բոլոր եկեղեցիները, որոնք կպատկանին առաջնորդարանին, իրենց գալվածակիրին մեջ կգրեն հետևյալ նախատասությունը. առաջնորդարանին պատկանող բոլոր եկեղեցիները գալվածները ունին հետևյալ գրությունը գալվածակիրներուն մեջ. Western Prelacy Armenian Apostolic Church of the United States. Իսկ Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու գալվածակիրին դիդին մեջ գրված է հետևյալը. Western Prelacy Armenian Apostolic Church of Las Vegas. Հետևաբար բարոն Մեհեր Դեր-Հովհաննեսյանը հաստատեց, որ ինքնաբերաբար չի պատկանիր առաջնորդարանին։ Հետևաբար մենք ունենք երկու գոհ։ Այսինքն Սուրբ Կարապետ եկեղեցին Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու անշարժ գալվածը արևմտյան Միացյալ Նահանգներու ազգային առաջնորդարանի կոնտրոլեն դուրս է։ Այո, վերահսկողությունեն դուրս է։ օրինական ըստ ամերիկյան Այսինքն անչափված է։ անչափված չսենք։ Անշարժ գալվածի առումով անչափ է։ Սակայն եկեղեցական կանոնատությամբ Այո, միան եկեղեցական կանոնատությամբ գեհդի Այո։ արևմտյան Ամերիկայի ազգային առաջնորդարանը։ այո, այսպես ասենք, ըստ ամերիկյան օրենսդրական համագարկին եկեղեցին չի մեր եկեղեցին Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցին չպատկանիր առաջնորդարանին։ Ուրեմն բարոն Մեհեր Դեր-Հովհաննեսյան գհաստատե, իսկ բարոն Ադրուշան Արմենյան գհերքե, թե եկեղեցին իրեն կպատկանի։ Այստեղ ես ունիմ մեծ հարցումը։ Մեկ կողմեն գհերքվի, մյուս կողմեն կհաստատվի։ Հետևաբար, որուն կպատկանի այս եկեղեցին։ Այս հարցականը կմնա անպատասխան։ Այս հարցազրույցը կատարված է մայիս 2, 2026-ին։ Այդ բահի թրությամբ բարոն Վայե Քեշիշյանը մուտի մեջ էր։ Հակառակ եւ որ ինքը Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու ադենաբեդն էր, բազում խնդրանքներ ներկայացած է բարոն Ադրուշան Էնդի Արմենյանին, որբեսի հստակ կերպով ներկայացնի ուրեմն փաստաթուղթեր։ Սակայն բարոն Ադրուշան Էնդի Արմենյանը մերժած է դրամատրել եկեղեցու բարերարներ դերև դիգին Լերի Բարնզի եւ իր գնոջ նվիրյալ հայուհի դիգին Սեթա Դեր-Կարապետյան Բարնզի եկեղեցին թողած գդագի բաժինը։ Սակայն երբ մայիս 31-ին մամլո հարցաբունթում ուղարկեցի Media Inquiry եւ բարոն Արմենյանին եւ անթիասական արեմդյան առաջնորդարանին ազգային վարչության ղեկավարության եւ թեմագալ առաջնորդ arczepiskopos Գեգամ Խաչերյանին հունիսի 2-ին ըստացա բադասխան նամակներ, որտեղ բարոն Արմենյանին փաստաբանը Անթոնի Թորոսյանը գդրականորեն գթրժեր բարոն Քեշիշյանի բոլոր անփաստանությունները բարոն Ադրուշան Էնդի Արմենյանին մասին։ Արդարը լալու համար պետք է ասել, որ առաջին անգամ ըլալով բարոն Արմենյանին փաստաբանը իմաստուն գտնվելով խմբակրության ուշադրության հանձնեց կարևոր փաստաթուղթեր ներառյալ բարոն Լերի Բարնզի եւ իդիգնոջ դիգին Սեթա Դեր-Կարապետյան Բարնզի գդագի բաժինը, որ ադի շատ լավ քայլ մներ բարոն Անթոնի Թորոսյանի գոմե։ Միաժամանակ բարոն Անթոնի Թորոսյանը խմբակրության ուշադրության հանձնեց trust attorney clarification letter, այսինքն գդագի մշակման եւ կորզաթրման փաստաբանի բարոն Մայքլ Ռասմուսյանի բացատրողական եւ հստակեցման նամակը
եւ այս բոլոր նամակները իհարկե դուք հիմա կտեսնեք էկրանի վրա, սակայն նաեւ կարելի է տեսնել YouTube-յան ալիքի մեկնաբանություններու բաժնի մեջը, այնտեղ կարելի է տեսնել հղումները, որ գարաշնորթե armenianlife.com ասենք կայքեջը եւ այնտեղ մանրամասն հստակ կերպով դուք կրնակ կարդալ պատասխան նամակները եւ անոնց հետ գաբ ունեցող փաստաթուղթերը որբեսի լավապես իրազեկվիկ եւ դուք ըլլակ թադավորը թե ով ինչ կսե եւ ով իրավացի է սակայն ես պետք է այստեղը շնորհակալություն հայտնեմ բարոն Վայե Քեշիշյանին եւ Անթոնի Թորոսյանին որովհետեւ իրենք ներդրում կատարեցին որ այս երկխոսությունը ասենք առողջ կերպով առաջ երթա թեգուզ բարոն Անթոնի Թորոսյանը սպառնալիքներով լեցուն իր նամակը օժդած էր այնպիսի ռազմահունչ ասենք legal harassment-ի հասնող կորզունեությամբ սակայն մենք այդ մասը զանց կառնենք գետրոնանանք թրագան գոմի վրա որովհետև մեր բարդականությունը հանրության իրազեկել է ուրեմն իսկ մյուս կողմեն թեմագալ առաջնորդ արքեպիսկոպոս Խաչերյանը իր նամակով գողորթորեր չանդրադառնալ այս թեմային շուրջ թեգուզ այս ժամանակահատվածին սակայն մեր բարդականությունը չէ դարբեր մարդկանց հրահանգներուն ենթարկվել մեր բարդականությունը ընթերցողներուն իրազեկել է հիմա շարունակենք դիտել հարցազրույցի մնացած մասը Ես առաջնորդարանին հետ իմ նամակագրային հարաբերության ընթացքին քաղաքական ժողովը եկավ թեպետև միայն ադենաբեդի ներկայությամբ իբրև թե քննելու այս հարցը բայց դժբախտաբար եկավ բայց ոչ մեկ տեսակ քննարկություն տեղի չունեցավ այսինքն բարոն Ադրուշյանը գրծած է իր հագագշրին դակ առնել ես պիտի ասեի նույնիսկ առաջնորդարանը եւ քաղաքական ժողովը իր խոսքը բեգանելու կարողություն չունին այնպիսի աբորինի իր ռած աբորինի կորձերը ես բոլորը շարատրած Ինչ են աբորոնի կորձերը եկեղեցու տրամը ծախսել ինքնակլուխ ձևով օրինակի համար եկեղեցու առաջնորդարանի ցուսմուկներուն համաձայն որևէ ծախս որ կերազանցե $2500 պետք է ուղարկվի առաջնորդարան եւ այնտեղեն արդոնություն կա որբեսի ծախսվի մենք ադիտ չունենք բարոն Ադրուշյան այդպիսի բան չի ճանչնար բարոն Ադրուշյանը գրնա մեկ հեռացայնով օրինակի համար air conditioning-ը փոխել 9000 10000 12000 գրնայինք որևէ որոշում առնել եւ հաշվետու չսկար ոչ մեկուն ոչ առաջնորդարանին ոչ քաղաքական ժողովին ոչ ադենաբեդին եւ ոչ ալ հոգապարծական գազմին Բարոն Քեշյան դուք խոսած եք նաև առանցին զրույցի ժամանակ Money Laundering-ի եւ ասենք donation-ի հետ նվիրատվության հետ tax fraud-ի մասին արդյոք այդ մասին ինչ կարելի է ասել դժբախտաբար եկեղեցու cash դրամը անգամ եւս կգտնվի բարոն Ադրուշյանի անմիջական հագագշրին դակ հոգապարծական գազմը եւ ադենաբեդը նույնիսկ լուրջ ունին եւ չեն գնար ունենալ թե ինչքան քանակ գմտնե կամ գելե եկեղեցու մեջ քաշի ցևով եղան նաեւ չեքի խաղեր այսինքն գրել չեք մի եկեղեցու դեղույն վրա ստանալ մի քանի $1000 cash money անոր յետևեն ստանալ certificate of donation որը գահանտիսանա աբորինի ուրեմն ասոն ջարդարաբեդը դժբախտաբար բարոն Ադրուշյանն է եղան նաև ուրիշ խաղեր զուտ donation-ի վերաբերյալ
մարդիկ չեն ուզել խոսիլ, ես որ սերդեցի հարցը եւ զանազան անձերու հարցուցի, չեն հերքեր, բայց չեն ուզել խոսիլ այդ հարցին շուրջ։ Ամենայն դեպս ես այս հարցը հadoop նամակով գրած եմ առաջնորդարանին եւ քաղաքական ժողովին եւ այդ բաժարով է, որ ես ներկայացուցած եմ իմ առաջին հրաժարականս, շեշտելով, որ ես չեմ գրնար, չեմ ուզեր ստորագրել որևէ թուղթի տակ, որտեղ կա ամպարոյական, հագաքրիստոնեական վիճակ։ Հետևաբար, առաջնորդարանն, քաղաքական ժողովն շատ լավ դեղյակ են, ինչ կասնի կդառնա եկեղեցու մեջ, բայց անգամ եւս եւ դժբախտաբար չուզեցին ոչ մեկ ցևով աս խնդիրը լուծել։ Ձեր հրաժարականի նամակի մեջը նշած եք այս պատճառները, Այո, թե ասենք մոդավոր կերպով նկարագրած եք։ ոչ, ես հիշած եմ անունով, մագանունով եւ նաեւ քանագով, ով երբ քանի արած է Քանագով զելով քումարով։ Կումարով։ Այո, բարոն Չապարյան, ես իմ նամակներես ճշգրիտ եւ մանրամասն ցևով բացատրած եմ առաջնորդարանին եւ քաղաքական ժողովին եւ այդ է առաջին տրտաբաջարը իմ հրաժարականից։ Շեշտելով, որ ես չեմ գնար ստորագրել թուղթիմը, որ ինքնին կներկայանա որպես աբորինի եւ մանավանդ կներկայանա որպես հագաբեդական, որովհետև եկեղեցին գկործե ամերիկյան օրենքներու հովանիին դակ եւ գվայել է non-profit organization-ի գարկավիճակ։ Հետևաբար մեր գոմեն շատ սխալ պիտի ըլլա խախտել Ամերիկայի բեդության գոմեն սահմանված օրենքները։ Հետևաբար ադիեր իմ հրաժարականից պատճառը։ Այսուհանդերձ առաջնորդարանը մերժեց իմ հրաժարականս, խոստանալով, որ իրենք պիտի կային Լաս Վեգաս եւ աս ամեն հարցերը պիտի լուծվեին։ Երբ պիտի կային։ Ապրիլը եղավ մայիս, մայիսը եղավ հունիս, քաղաքական ժողովի ադենաբեդը խորքի մեջ եկավ Լաս Վեգաս, Ով էր ադենաբեդը։ բարոն Վահե Հովագիմյան, Այո, 22 հունիս 2025 թվականին, այո։ ոչ թե միան աս հարցը չխոսվեցավ, մերժեց անգամ իմ հետս դեսնվիլ, երբ ես դագավին օրինավոր ցևով ադենաբեդն էի։ Ինձի դրամատրեց 3 վարգյան եկեղեցու տրան շեմին միմիայն եւ իր ժամանակը անցուց բարոն Ադրուշանին ընտանիքին հետ։ Հետևաբար այս դեսագետով պիտի ասեմ, որ եկեղեցին զոհ է բարեկամական հարաբերություններու։ Այսինքն խնամի զանոթ բարեկամության։ Խնամիչիգա ասպարակային զանոթ բարեկամ, Այո, թե ինչու այդպես գվարվի առաջնորդարանը, ես չեմ գիտեր, բայց երբ ես բաց նամակի որոշումը արի, նկատի առնելով, որ առաջնորդարանը անդեսեց այս նամակից հրաժարականի ծանրությունը, ես որոշեցի բաց նամակ գրել բարոն Ադրուշանին, բայց մանավանդ այդ նամակը ուղարկել Արամ Վեհապարին եւ նամակը հղած եմ պաշտոնական ցևով Գիլիգիո կահագալ Արամ առաջին կաթողիկոսին, խնդրելով իր մե որ միջամտե։ Երկրորդ հիմնական հարցը որ գա գալվաձային հարցն է, այսինքն այնքան ադեն որ գալվաձակիրը գմնա բարոն Ադրուշանին դրամատրության դակ, եկեղեցու մեջ ոչ մեկ փոփոխություն կարելի չէ իրականացնել։ Ադենաբեդը գմնա իշխանազուրկ, չունի իշխանություն, բարոն Ադրուշանը յուրացուցած է ադենաբեդին եւ հոգապարծության բորդին բոլոր իրավասությունները եւ այս ամենը առաջնորդարանին եւ քաղաքական ժողովին քիթին դակ
ես նամակիս գլխավոր մասը կպագանա գոչեն։ Ես գոչ ուղած եմ բարոն Ադրուշանին, որբեսի հայտնաբերե գաղութ դեղյակ բահե գդագին մասին, այսինքն գործադրել բարոն Լերի Բարնս հանկուցյալին գդագը։ Գդագը ինչպես գիտենք սրբություն է, գդագը գտարնա բեդական օրենքի համահավասար ուժ գունենա, բարոն Ադրուշանը բնավ չէ պապակած հայտնաբերել այս գալվածային հարցը։ Այսին ներկայացնել, բարձապանել։ Միշտ փախուստ կուտա, մեգուն գսե թե եկեղեցին կպատկանի առաջնորդարանին, մույսին գսե թե ինքը գապ չունի գալվածային հարցերուն հետ, սակայն ինչպես ասի առաջնորդարանը գհերքե, այսինքն առաջնորդարանը գհաստատե, թե իրեն չի պատկան իր Սուրբ Կարապետ եկեղեցին։ Միաժամանակ բարոն Ադրուշանը գհերքե, որ Սուրբ Կարապետ եկեղեցին իրեն կպատկանի։ Հետևաբար իմ գոչս իրեն հետևյալն էր. վերջապես բարոն Ադրուշան, ըսեք մեզի, ինձի, առաջնորդարանին, Արամ Կաթողիկոսին, քաղաքական ժողովին, գուսակցության, ըսեք, որուն կպատկանի աս եկեղեցին։ Որ գուսակցությունը ինեգադի ունիք։ Գուսակցություն, որ առաջնորդարանին հետ համադեղ կգործակցի։ Այ ապագան տաշնակցության։ Այո։ Իսկ որպես Նևադա նահանգի քաղաքացի դուք տեղյակ եք, որ bylaws violations, այսինքն սահմանադրության կամ օրենսդրության օրենքներու խախտումը որպես քաղաքացի դուք բարդավոր եք State Attorney General-ին Նևադայի նահանգի նահանգային ընդհանուր թադախազին բարդավոր եք դեղեկացնելու ովևէ գազագերբությամը եւ այս բարակային Սուրբ Կարապետ եկեղեցու bylaws-ի violation-ների մասին, այսինքն սահմանադրության օրենքներու խախտումներու մասին։ Տեղյակ եք այդ մասին։ Ես դեղյակ եմ մի քանի professional անձերու հետ դեսակցություններ ունեցած եմ այս մասին, ուրեմն երբ bylaws-ը մենք հայերս bylaws-ը կճանչնանք որպես եկեղեցվո ներքին օրենք, խորքի մեջ երբ ամերիկյան կառավարությունը մեզի թույլ կտա եկեղեցի ունենալ եւ մենք կառավարության գխոստանանք, որ եկեղեցին պիտի կառավարենք այս օրենքներուն հիման վրա։ Հետևաբար այդ վարգյանեն մեր եկեղեցվո օրենքները կդառնան pedagogan օրենքի համապատասխան ուժ ունեցող օրենք։ Հետևաբար զանոնք անդեսելը կամ ոտնահարելը գահանտիսանա ուղագի հանցանք եւ բաժելի է օրենքով, եթե անշուշտ հետապնդելու ըլլանք։ Իսկ դուք այդ ճանապարհով ղեկավարված եք, այսինքն թիմած եք այդ քայլերին, թե ոչ թերևս։ Ես դակավին ոչ, որովհետև հույս ունիմ, որ այս նամակը, որ հղված է նաև Արամ վեհապարին, գհուսամ, որ արդյունք կուտա, գհուսամ, որ գուսակցությունը, քաղաքական ժողովը, վեհապար հայրապետը, թեմագալ առաջնորդը միջամտեն եւ հասկանան այս հարցին ծայրահեղ վտանգավորությունը, վտանգը եկեղեցու գլխուն, որովհետև եթե մենք բայլոզը եկեղեցու կանոնակրությունը չհարկենք, խախտած պիտի լանք Ամերիկայի պետության կողմէ վավերացված օրենքները եւ գրնա եկեղեցին վտանգվել։ Ցավալի երևույթ է, բայց իրականություն է։ Դեսնենք, եթե գոչը պիտի ընկալե բարոն Ադրուշանը, դեսնենք, եթե առաջնորդարանը պիտի ընտարաչե քաղաքական ժողովը կամ Արամ Կաթողիկոսը։ Պարոն Քեշիշյան,
Մեր առանցին զրույցներու ժամանակ դուք նշեցիք, թե բարոն Ադրուշյան Արմենյանը մասնակցությամբ 15 ընտանիքներու ամբողջ եկեղեցին գենթարգե իրեն 15 ընտանիքներու օգնությամբ, այսինքն 15 ընտանիքներ մոնոպոլայզերած են ամբողջ եկեղեցին եւ ամեն երբ իրեն կոնտրոլ գնեն եւ իրերա հաջորդ հոգապարծուները գնդրվին թեգուզ եկեղեցու համայնքի անդամներու կողմէ, բայց իրականության մեջը լիազորությունները գահապշտակվին բարոն Ադրուշյան Արմենյանի 15 ընտանիքներու կողմէ։ Ինչ կարելի է ասել այդ մասին։ Այո, շատ արդասովոր երևույթ մնե բարոն Չապարյան, 2013 թվականին սկսյալ բարոն Ադրուշյանը իր Բրունսկինդակ առած է եկեղեցին, բնականաբար առանցին չի գնար կառավարել, գոկտվի 12, 13, 14 ընտանիքները։ Եկեղեցին իր ամբողջական հագագշրին դակ առած է փող շահավետ հաշիվներու հետևանքով։ Կարելի է ասել փող շահավետ գործարքներ։ Փող շահավետ գործակներու լույսին դակ։ Օրինակի համար եկեղեցու գրասենյակը ես փորձեցի առողջ գապ հաստատել գրասենյակին հետ, անկարելի եղավ, գրասենյակի պատասխանատուն ես որպես ադենաբեդ ըսկացի, որ իմ հետս ոչ մեկ տեսակետով խոսելու, գարձիկ բաժնելու կամ հնազանդելու ոչ մեկ նպատակ ունի։ Ով է այդ անձը։ Դեղվույն դիգիններեն մեկը, որուն ամուսինն ալ գծարայ է եկեղեցու մեջ, բայց բարական նույն է նաև մույս ընտանիքներուն, այսինքն Անունները ինչ են այդ անձնավորություններուն։ եկեղեցին բռնողները հստակ է Դեմիրճյաններ, Բայրամյաններ, Եղիայաններ, Հալաջյաններ եւ այլն։ Ասոնց ներգայությունը սարսափեցուցած է գաղութը։ Ես հաջող կխոսիմ գաղութի անդամներուն հետ անխդիր, որոնց մեկ իմանամ հետևյալը։ Եկեղեցին գրավողները գամպաստանեն գաղութը, թե իրենք եկեղեցի չեն հաջախեր։ Իսկ եկեղեցի չհաջախողները գամպաստանեն այդ ընտանիքները, թե իրենք 15 տարի է ի վեր բոլոր բաշտոնները գրաված են։ Ընդհանրապես դեր եւ դիգին, բայց ունիկ նաեւ բարականեր մայրու աղջիկ եւ փեսա, անունները պայման չէ դանք ամեն բարակայի, եւ ունենք ավելի սարսափելի բարականեր, երբ դեր եւ դիգին իրենց մեկը միայն բաշտոն ունի, բայց մույսը հավասար է թե բաշտոն ունի եւ գործե եկեղեցու մեջ, որպես թե բաշտոն ունի։ Այսինքն չհայտարարված բաշտոն։ Չհայտարարված բաշտոն ունի, եթե քիչ մը բրբդես կտեսնես, որ որովհետեւ բարոն Ադրուշյանին բարեկամ են։ Աս 15 ընտանիքները ներսեն բռնած են եկեղեցին։ Օրինակի համար բարոն Չապարյան գրնամ ցեզի ճշգրիտ օրինակ մտալ։ Նույնիսկ խոհանոցին մեջը գիրագի օրը ինչ պիտի հրամցվի, ես որպես ադենաբեդ եթե կամ ասեմ այս գիրագի այսինչ ուդելիքը չեք դրամատրած, այդպես նախապես համաձայնած էինք, ուրեմն պատասխանը գլա, որովհետև բարոն Ադրուշյանը ըսավ, որ այս շաբաթ այսինչ ուդելիքը պիտի հրամցնենք, կալ շաբաթ անի հրամցնենք։ Բարոն Ադրուշյանը ինքզինքին դրամատրած է բացարձակ իշխանություն, այսինքն բարոն Ադրուշյանը վդարեց եկեղեցիեն, տբրած տասի դարեց գինմը, որ հավատարմությամբ ամեն գիրագի գուկար եւ գերկեր տբրած տասեն ներս։ Զինք վդարեց տբրած տասեն։ Ինչու վդարեց։ Որովհետեւ ինչպես ասի, եկեղեցու յուրաքանչյուր մաս, օրինակ տբրած տաս
կրասենյակ, մոմերու բաժին, բնակ դարձնել, ամենտեղ զեդեղված է իր բարոն Ադրուշանին հլու հնազանդ մարդը կամ գինը։ Տվրաստասի բարակային ունինք երդասարտ դբրուհիմը, որ գաշխադի բարոն Ադրուշանին կրասենյակը։ Բախում ունեցավ այս դարեց գնոջ հետ եւ բարոն Ադրուշանը անմիջական որոշում արավ, անգամ եւս կրկնեմ, առանց ադենաբեդի, առանց հոգապարծության եւ խեղճ գինը վդարեցին եկեղեցին։ Այսինքն առանց արդար կորձընթացի։ Իր անձնական որոշումով։ Մի անձնյա ինքնակլուխ որոշում ունեց, դիկտատորական։ Ինչպես մյուս բոլոր որոշումները։ Բարոն Ադրուշյանը պետք չունի մյուսներուն գարձիկը հարցնելու։ Ինչ որ ինքը որոշե, ինչ որ իր միտքը հղանա, որովհետև բարոն Ադրուշյանը գխորի, թե ինքը պետք չունի հոգապարծության ադենաբեդին կամ ուրիշ եկեղեցու մեջ գործող անձերուն գարձիկը հարցնելու։ Իրեն համար ընդհանրապես բոլոր եկեղեցու անդամները դեսագետով խամաջիկներ կնկատվին։ Իշխանազուրկ ինք միան գճաշտա որպես բացարձակ իշխանավոր դերդիրական սեփականադեր։ Հետևաբար իր վարվելագերբը գփխի այս իրողութենեն։ Բարոն Քեշիշյան, Միշնաթարուն հատկապես միջանարևելքի եւ նաեւ Եվրոպայի մեջ տարածված էր ֆեոդալիզմը, հողադիրական եւ ստրգադիրական ֆեոդալիզմը։ Իսկ հիմա մարդիկ կփողոքեն, որ հողադիրական ստրգադիրական ֆեոդալիզմեն մենք անցած ենք գուսակցական ֆեոդալիզմի։ Արդյոք Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու ներկա իրավիճակը նույնն է գուսակցական ֆեոդալիզմին։ Գրնանգս էլ այդպես, բայց բարոն Ադրուշյանը չլալով գուսակցական, բայց գվարվի որպես գուսակցական։ Արդյոք բարոն Ադրուշյանը եւ իր նմանները գուսակցության բյուրոյի ներկայացուցիչներն են, թեկուզ իրենք գուսակցական անդամներ չեն։ Ես իր ներքին անձնական հարցերուն հանդեպ հարկանք ունիմ, չեմ ուզեր միջամտել իր գուսակցական ոչ գուսակցական հարցերուն, սակայն աչեն ցախեն գլսեմ, թե ինքը անցամբ չէ անդամակցած այս կամ այն գուսակցության, սակայն գվայել է որոշ գուսակցությանը նեցուգը։ Որն է այդ գուսակցությունը։ Ենթադրաբար հայեղապողական դաշնակցությունը։ Այսինքն ինքը պաշտպանված կսկա։ Այդպես կթվի, որովհետև չէ կարելի այս մագարտակի խախտումներ ամենօրյա գադարել համախոհ բիդլակ հետևյալ փնութակրման հետ։ Ինքը գխորի, որ ամեն ինչ իրեն համար թույլատրելի է, այնքանադու որ ինքը գվայել է հայապական տաշնակցության բյուրոյի, ես պիտի նաև ռսաստրուկ բյուրոյի հովանավորությունը։ Ճիշտ փնութակրում է, թե սխալ է։ Ես կգարձեմ ճիշտ է, գվայել է անոնց նեցուգը, ադոր համար ոչ մեկուս մտիկ չներ, լադիներեն ասացվածք մգա superiorem non reconocientes, այսինքն ինք ավելի բարձր հեղինակություն չի ճանչնար։ Եվ դարձյալ ասի գփխի այն իրողութենեն, թե ան բացարձակ սեփականադեր դանդերն է եկեղեցու եւ մույս բռնակրաված գալվազներուն։ Ես հետևյալ անալոգի գուզեինել, եթե հոգապարծությունը իշխանազուրկ է, ինչպես մեր բարակային է, եւ առաջնորդարանը գարելիությունը չունի վերագենտանացնելու մեր բորդը, ես խորհուրդ կտամ չեղյալ նկատել բորդը եւ եկեղեցին հասնել անմիջական բարոն Ադրուշյանի հովանիին դակ, որ արդեն դե ֆակտո գտնվի։ Ուրեմն նկատի առնենք նաեւ, որ բարոն Ադրուշյանը
մեծահարուստ մարդ է, հետևաբար եթե յուրաքանչյուր մեծահարուստ հայուն, որ տեսագետովը նեցուկ կանգնած է եկեղեցվո, թույլ պիտի դրվի որևէ տեսակի աբորինի գործեր անել, ուրեմն եկեք բորդերը ամբողջությամբ այս հոգապարծական գազմերը լուծարենք եւ ասենք Լաս Վեգասը կպատկանի բարոն Ասինչին, Սան Ֆրանցիսկոյի եկեղեցին թող ղեկավարի Ասինչը, որովհետեւ տրամ ունի, Մոնտեբելոյի եկեղեցին թող հովանավոր է բարոն Ասինչյանը, որովհետեւ գիտեք մեծ նվիրատվություն ըրած է։ Այս հարցը խոդոր կհամեմատի հայ եկեղեցու պատմության հետ։ Բարերար ըլլալ եկեղեցվո չնշանակեր եկեղեցվո օրենքները խախտելու իրավունք ունենալ։ Ինչ որ գնե մեր բարակային մեր բարոն Ադրուշյանը։ Բարոն Քեշիշյան, ըստ երևույթին ծեր նկարագրությունը ես ճիշտ կհասկանամ, որ բարոն Ադրուշյան Արմենյանը գեհեդաբնթե նոր ժամանակներու ֆեոդալիզմը եւ իր գամքովը իր գամագադարներու հետ միասին գվոտնահարե Հայաստանյաց արաքելական եկեղեցվո օրենսդրությունը bylaws ըստ երևույթին այս է իմ հասկացածը ես ճիշտ կհասկանամ Դժբախտաբար այո այդպես է բարոն Ադրուշյանը չի ճանչնար որևէ օրենսդրություն այս իմաստով ես իմ նեցուգս կհայտարարեմ նաև հայ եկեղեցու բարեկարգում գազագերբության որ կբայքարի հայ եկեղեցու բարելավումի տադին Բարոն Քեշիշյան քիչ առաջ դուք հայտարարեցիք Հագանե անվանե որ այսպիսի լայնադարած օրինախախտում կա եւ բնթեցիք որ ժողովրդավարությունը ոտնահարված է Հայաստանյաց արաքելական եկեղեցու ընտանիքին պատկանող Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու հարգեններս եւ անդամները որոնք համայնքի անդամներն են եւ նաեւ հոգապարծու անդամները խամաջիկի վերածված են բարոն Արմենյանի գողմե ուրեմն նաեւ նշեցինք որ զրույցի ընթացքին որ ովևէ գրոնական կամ հասարակական գազագերբություն որ շահույթ չի հետապնդել Ամերիկայի Միացյալ Նահանգները ներս ըստ երևույթին հիմա ճանապարհը բաց է հարթված է որ լայնամասշտաբ ասենք որբեսի Սուրբ Կարապետ եկեղեցին եւ իր նման բազմաթիվ եկեղեցիներ եւ էջմիածնական թեմի ենթակա եւ անթիասական թեմի ենթակա բռնազավթված են երկու մաֆիաներու կողմէ բազմաթիվ հայրենագիցներ այդպես կբնտեն Դուք ինչ կարծիքի եք ճիշտ է իրենց փնոթակրումը այդ հայրենագիցներին Միանշանակ ճիշտ է դժբախտաբար բարոն Չապարյան Հետևաբար քիչ առաջ նախ շնորհակալություն որ հին ամերիկահայերու կողմէ հիմնված հայ եկեղեցու բարեկարգում գազագերբության ծեր զորակցությունը հայտնեցիք արդյոք նաև պատրաստական եք կորձնական որպես կորձունյա անդամ մասնակցելու անպայման շնորհակալություն ուրեմն մեր առաջ կա հստակ ճանապարհային քարտեզ որովհետեւ ոչ միայն Սուրբ Կարապետ Հայաստանյաց արաքելական եկեղեցին այլ բոլոր Հայաստանյաց արաքելական եկեղեցու երկու թեմերը ներս կորձող բոլոր եկեղեցիները փրկվին ինչպես լայնամասշտաբ անդամարշավի համաձայն եք անշուշտ արդյոք գխորիկ որ ֆեոդալիզմով առաջնորդվող անցինք անունները կարևոր չեն եւ գազագերբություններ եւ մաֆիաներ պիտի թողեն որ նոր անդամներ միանան բնականաբար պիտի չթողուն բայց եթե աս բայկարը մենք չհաղթենք դուրսեն ներգա վիճակով մեր եկեղեցին աբակաչունի մանավանդ որ Զարթոնք մեդիան օրինակի համար սերդողությունը ըրաձեր ըստ որուն մեկ առ 100-ը
հայ ժողովրդին այլևայլ կաղուտներու մեջ եկեղեցի կհաջախե։ Այդ 1/100-ը պետք է ըզմես սարսափեցնե։ Մենք Լաս Վեգասի մեջ ունենք 20,000 հայ, սակայն դժբախտաբար երբ եկեղեցի գերտակ կգտնեք 7, 10, 15 հոգիներ։ Աս հիվանդակին երևույթը պետք է չնչել մեր եկեղեցիներեն։ Ինչու այդ վիճակին հասած է, արդյոք մեր հայերը հետաքրքրված չեն, թե սիստեմատիկ կերպով իրենց հերու կբահեն մեր ֆեոդալիստ, այսպես կոչված ինքնագործ ղեկավարները։ Այո, անպայման ղեկավարները կքարոզեն, թե նոր անդամներ կփնտրվի, կքաշալերեն, որ այս կամ ան կա եւ հոգապարծության մաս կազմե, սակայն խորքին մեջ լրելյան բայկար կդարվի ոչ անդամներուն դեմ, որովհետեւ երբ նոր անդամներ խուժեն եկեղեցի, ամեն մարդ շահագրգռված չէ եկեղեցի մեջ փոփոխություններ բերելու։ Սկսյալ բարոն Ադրուշան Արմենյանեն ներգա վիճակը իրեն համար շատ բարեհաջո վիճակ է։ Մենք կպապակենք, որ նոր անդամներ կան, սակայն գերևի թե որոշ դիմադրություն մգա եկեղեցին մեջ են։ Բարոն Քեշիշյան, ըստ երևույթին եկեղեցին երկու թեմերու Մայրաթուր Սուրբ Էջմիածնի եւ Մեծնդանը Գիլիգիո կաթողիկոսություններին հովանուտակ կորձող բոլոր եկեղեցիները բռնազավթված են երկու խոշորակույն մաֆիաների կողմէ։ Մեկը Տաշնակցությունը Գիլիգյան թեմի բարակային, անթիասական թեմի, իսկ Ռսաստրուկ Քարեքինաբաշտ հին ռեժիմականները Մայրաթուր Սուրբ Էջմիածնի բարակային։ Իհարկե հայ եկեղեցվո բարեկարգման գազམ་եկեղեցության ղեկավարությունը խորաբես կհավատա, որ եթե մենք ժողովրդի իրավունքը պաշտպանենք, եթե փաստաբանական իրավաբանական ընկերություններ պատրաստական կերպով հետերնին փանակցենք եւ իրենք պատրաստ լան մեր ժողովրդին իրավունքները պաշտպանել, գխորիկ որ լայնամասշտաբ անդամակցություն գիրականացվի հայ եկեղեցիներս։ Ամենայն հավանությամբ այո, պետք է վերջո ցերպազատվինք այս հին անդամներեն։ Չէ կարելի դեմոկրատիկ աշխարհի մեջ 15 տարի ընդրություն չկատարել կամ եկեղեցվո ցանկին մեջ 15, 20, 30 հոգի ղեկավարեն եկեղեցին 10-20 տարի։ Չէ կարելի այդպիսի բան։ Քիչ առաջ զրույցի ընթացքին դուք գսեիք, որ ներկա օլիգարխները, մենադերները, հայաստանյաց արաքելական եկեղեցիներս երկու թեմերու բարակային շատ ուրախ չեն լար նոր անդամներու ներհոսքով, որպես նոր անդամ, որովհետև ըսիկ հավասարակշռությունը կխախտվի, ինչ էլ ուզեցիք այդ մասին։ Ներկա վիճակով կետ Սուրբ Գարաբետ եկեղեցու բարակային մենք ունենք 60 վճարովի անդամ, որոնց առնվազն կեսը բարոն Ադրուշանի կերակայության դակ կգտնվին։ Այսինքն գուսակցության կերակայության դակ։ Անուղագի ձևով գուսակցության, բայց ուղղակիորեն անձնապես բարոն Ադրուշանին հագագշրին դակ կգտնվին։ Եվ այդպես է, որ բարոն Ադրուշանը իր գադարյալ կոնտրոլին դակ արած է եկեղեցին։ Եթե հիմա պիտի բերենք նոր անդամներ, անգարելի է, որ նոր անդամները ենթարկվին հին ղեկավարներուն, ժամանակները փոխված են, անգլերեն գսեն old guard։ Ադոնք պետք է վերանան, որբեսի եկեղեցին վերաբրի։ Դժբախտաբար այս շատ անգամ դարեց մարդիկ ներսեն գրաված են եկեղեցին։ Ես երբ հարց կուտամ, թե ինչու ընդրություն չէ գներ, պատասխանը գլա միանշանակ նույնը, մեկը չի գա, նոր անդամ չի գա, եկեղեցիով չեն հետաքրքրված, բայց ճիշտ հակառակն է, մարդիկ եկեղեցիով հետաքրքրված են,
Թեգուս փոքրամասնությունը, սակայն եկեղեցին չէ հետաքրքրված իրենց մով։ Այսինքն եկեղեցին բռնազավթած մարդիկը չեն հետաքրքրված իրենց մով։ Ադիշը լուզեցի։ Ճիշտ այդպես, որովհետև եկեղեցին բռնազավթած մարդիկ չեն հետաքրքրված նոր անդամներով։ Իրենք բավարարված են ներգա ստատուս քույով, որ կկոհացնե իրենց բոլոր հաճույքները։ Ի վերջո, այս հիվանդակին վիճակը, որ գդիրե ոչ միայն մեր եկեղեցու մեջ, հավանաբար նաև մյուս եկեղեցիներուն մեջ, հիմնված է փող շահավետ դրության վրա։ Բարոն Քեշիշյան, արդյոք ճիշտ է այդ դրամապանությունը, որ եթե օրինակ ամարտուք ասիկ Սուրբ Կարապետ եկեղեցիներ 60 անդամ կա եւ այդ ջղջիմ թվականագի մեջը բարոն Ադուշյան եւ Զինք հովանավորող ռուսաստրուկ հոյտա բյուրոյականները գբահբանեն գուսակցության գոմե կոնտրոլ եղած ջղջիմ մեծամասնությունը թյուրապեք մեծամասնությունը սակայն իրենք արդյոք հաշիվ գնեն եթե 60 անդամի վրա օրինակ համար 40 նոր անդամ միանա եւ հանգարց այդ 40 նոր անդամներեն խոշոր մեծամասնությունը ոչ գուսակցության ասենք ենթարկվող մարդիկ պիտելան եւ այնտեղը բարոն Ադրուշյան Արմենյանը եւ Զինք հովանավորողները պիտի գործընծնեն հաջորդ ընտրությունները արդյոք ճիշտ է այս փնուտակրումը Անպայման շատ դիպուկ շատ ճիշտ է եւ Լաս Վեգասի բարակային ալ գգրկնվի մեկ կողմը գսե թե նոր անդամ չի գա իսկ մյուս կողմն ալ գսե որ ես ինչպես անդամակրվիմ եթե եկեղեցին ներսեն կրաված է նույն ընտանիքներեն 15-20 տարիներու երկարության վրա հետևաբար մոնոպոլիայի վերածված է գադարիալ մոնոպոլի վերածված է ես կետ գրնամ այս մեկը հաստատել Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու բարակային բացարձակ դեր դիրականը գանտիսանա բարոն Ադրուշյան Արմենյանը եւ եկեղեցին ներքին գարկով գկառավարե իրեն հլու հնազանդ փաղանքը ընտանիքներով որոնք ի վերջո 15, 20, 30 հոգիներն են որոնք եկեղեցու ջագադակրին հետ կխաղան անոնք շահագրգռված չեն նոր անդամներով որովհետև այս բարակային իրենք հին ղեկավարները ասենք անպայման պիտի գործընծնեն իրենք իրենց շնորհած մոնոպոլիան Ես գիտակից եմ եւ ուրախ եմ որ մեր ժողովրդի հետս հետե ուրջացող բանակը սրտացավություն կհայտնի աշխարհասփյուր եւ հայրենի համայնքներու վերաառողջացման եւ հզորացման գործընթացի օգտին հետեւաբար մենք որպես հայ ժողովուրդ ես պետք է ասեմ որ 220 տարի յետենք Ամերիկայի Միացյալ Նահանգներու այդ մշակույթին որտեղ մամլո ազատության իրավունքը ընդգրկված է եւ ամրագրված է Ամերիկայի սահմանադրության մեջ Ամերիկան 250 տարեկան է իսկ մամլո ազատությունը նույնպես 250 տարեկան է որ ամենաուժեղ ասենք իրակորձումներեն մեկն է որ ամերիկացի ժողովուրդը իրականացուցած է եւ մենք որպես հայ 220 տարի յետենք մոդարապես ինչու որովհետեւ վերջին 30 տարիներուն մենք ուրախությամբ պետք է նշենք որ մի քանի ասենք բացահայտում կատարող հետազոտող լրակրություն գիրառող ազատ մամուլի ներկայացուցիչներու արգայությունը եւ որոնց հերթին Կանադայի քեղարտը Ամերիկայի USA Armenian Life եւ ԱՄՆ հայդյանք շփաթերթը եւ նաեւ այլ լրատվամիջոցներ որոնք հետազոտող լրակրություն կգիրառեն հետեւաբար սիրելի հայրենակիցներ յուրաքանչյուրս պիտի որոշենք մեր ժողովրդին եւ pedagogical համար հարգավոր է ազատ եւ բացահայտող մամուլը Կորզնականորեն այս հարցումին պատասխանը բոլորս պիտի տան